Կլիմայի փոփոխությունը համամոլորակային սպառնալիք է, որի աղետալի հետևանքներն արդեն ակնհայտ են աշխարհի բոլոր անկյուններում։ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառույցները հալվում են աննախադեպ արագությամբ։ Բևեռային արջերն ու ծովային կաթնասունները կանհետանան։ Մինչև 2040 թվականը կանհետանա Արկտիկան, ափամերձ քաղաքներն ու կղզի պետությունները կանցնեն ջրի տակ։ Հիմալայների ու Տիբեթի սառույցների հալվելուց հետո Ինդոսն ու Գանգեսը կհեղեղեն Պակիստանն ու Հնդկաստանը։ Ամազոնիայի անտառների կեսի անհետանալուց հետո 200 միլիոն տոննայով ավելի ածխաթթու գազ կարտանետվի մթնոլորտ։ Միջերկրածովյան ափամերձ երկրներում անտառային հրդեհներն ու ջրհեղեղները, նաև ջերմային մահերը համատարած կդառնան։ Այս գլոբալ ճգնաժամը չի շրջանցի նաև Հայաստանը, որտեղ հաշված տարիներ հետո օդի տաքությունը կհասնի 45 աստիճանի, 30%-ով կիջնի Սևանի մակարդակը, 40%-ով կպակասի Արաքսի ջուրը, 300%-ով կակտիվանան լեռնային սողանքները։ Բրազիլիայի Բելեմ քաղաքում փորձում են լուծումներ գտնել այս աղետից մարդկությանը փրկելու համար։ Մեկնարկել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 30-րդ համաժողովը, COP30-ը, որը ամենամյա գլխավոր գագաթնաժողով է, որտեղ համաշխարհային առաջնորդները, գիտնականները, ակտիվիստները քննարկում եւ բանակցում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային ջանքերի շուրջ։ Գագաթնաժողովի հյուրընկալող Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դե Սիլվան հենց սկզբից սահմանեց դրության հրատապությունը։ Գործելու համար մեր ունեցած հնարավորությունների պատուհանը արագորեն փակվում է։ Կլիմայի փոփոխությունը այն նույն գործընթացների արդյունքն է, որոնք դարերի ընթացքում մեր հասարակությանը բաժանել են հարուստների եւ աղքատների միջև, ինչպես նաեւ պառակտել զարգացած եւ զարգացող երկրները։ Գագաթնաժողովի կենտրոնական թեմաներից մեկը հավերժական արևադարձային անտառների հիմնադրամն էր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացավ հիմնադրամին փոխանցել միլիոնավոր եվրոներ հիմնադրամի կյանքը երկարաձգելու համար։ Այս գումարը կավելանա Բրազիլիայի հետ համատեղ արդեն իսկ ստանձնած 1 միլիարդ եվրոյի պարտավորությունը։ Ֆրանսիական զարգացման գործակալությունն արդեն հատկացրել է այդ 1 միլիարդ եվրոյից 400 միլիոնը անտառների պահպանությունն ու կենսատնտեսությունը ֆինանսավորելու համար։ Այդ պատճառով Ֆրանսիան մինչև 2030 թվականը կտրամադրի ևս 500 միլիոն եվրո, որոնք կարող են ուղղվել տարածքային անտառների հիմնադրամին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել երկրներին պայքարել կլիմայի փոփոխության դեմ եւ հրաժարվել հանածով առելիքից։ Սա մեծ մարտահրավեր է, բայց ընտրությունը պարզ է։ Ոչ ոք չի կարող ֆիզիկայի հետ մրցել, բայց մենք կարող ենք ընտրել, առաջնորդել, թե առաջնորդվել դեպի կործանում։ Եկեք լինենք այն սերունդը, որը կփոխի հոսքի ուղղությունը, ոչ թե ծափերի, այլ նրանց լուրջ շնորհակալության համար, որոնք դեռ ծնված չեն։ Այստեղ COP30-ում սա մեր պահն է, եկեք այն չվատնենք։ Մեր երեխաներն ու թոռները հույսով հետևում են մեզ։ Դոնալդ Թրամփը մերժել է մասնակցության հրավերը, իսկ մյուս մասնակից երկրների պատվիրակները բավականին կտրուկ են արձագանքել Միացյալ Նահանգների ղեկավարի որոշմանը։ Փաստը, որ Դոնալդ Թրամփը բացակայում է, արդեն խոսուն է։ Նրա վարքագիծը մերժում է գիտությունը եւ իր հասարակությանը փակ աչքերով տանում է դեպի անդունդ, վտանգի տակ դնելով նաեւ մարդկությունը։ Թրամփը սխալվում է, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չանցնի տնտեսության ածխածնազերծման ուղուն, կործանումն անխուսափելի է։ Միացյալ Նահանգների նախագահը ՄԱԿ-ի վերջին գլխավոր ասամբլեայում ասաց, որ կլիմայական ճգնաժամ գոյություն չունի, իրականում դա մեծ սուտ է։ World Weather Attribution-ի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Մելիսա փոթորիկը, որը վերջերս ավելեց Ճամայկան, ուղղակիորեն ուժեղացել է մարդածին կլիմայի փոփոխության պատճառով։ Հետազոտողները պարզել են, որ քամիները մոտ 5 մետր վայրկյանով ավելի արագ են դարձել կլիմայի փոփոխության հետևանքով, եւ նման փոթորիկի համար բարենպաստ պայմանները դարձել են մոտ 6 անգամ ավելի հավանական։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։